Մարիա հեռուստասերիալում Մարիան մեծ հուզմունքով պատրաստվում է ռոմանտիկ հանդիպման Դավիթի հետ։ Նա գնում է ռեստորան, անհամբեր սպասում նրան, սակայն Դավիթը չի գալիս։ Մարիան երկար սպասելուց հետո ստիպված վերադառնում է տուն, չհասկանալով, թե ինչ է պատահել։ Իսկ իրականում Դավիթի կյանքը մեկ վայրկյանում փոխվում է։ Շրջվում գլխի վայր։ Տանից դուրս գալիս նրան բերման են ենթարկում և տեղափոխում ոստիկանություն։ Այնտեղ նրան հարցաքննում են և տեղեկացնում, որ Արտակի հեռախոսում հայտնաբերված ձայնագրությունը, որտեղ նա սպառնում է Արտակին, հիմք է հանդիսացել նրան ձերբակալելու համար։ Մարիան շոկ է ապրում իմանալով Դավիթի ձերբակալության մասին։ Նա զգում է, որ ինչ-որ բան շատ սխալ է գնում, բայց չի պատկերացնում, որ իրականությունը շատ ծանր է։ Հաջորդ օրը դեռ տագնապած Մարիան գնում է աշխատանքի և խոսում իր քարտուղարուհու Սվետայի հետ։ Սվետան որոշում է այլևս չլռել և պատմում է, որ օրեր առաջ Դավիթը իրենից խնդրել էր Սոֆյայի հեռախոսահամարը։ Մարիան հասկանում է, որ գուցե Դավիթը անմեղ է Արտակի մահվան հարցում, սակայն նրա կապը Արտակի հետ արդեն իսկ կասկածելի է թվում, և այս կասկածը նոր հարված է հասցնում Մարիայի հոգեվիճակին։ Միաժամանակ Ռուբենը, ի կատարում Ալլայի խնդրանքի, հանդիպում է Ռաֆին, փորձելով հասկանալ, թե ինչ խնդիրներ են տանջում նրան։ Սակայն Ռաֆը, խեղդվելով սեփական ստերի ու հանցագործությունների մեջ, չի կարողանում անկեղծ լինել։ Նա միայն փորձում է շեղել Ռուբենի ուշադրությունը Մարիայի դեմ անհիմն մեղադրանքներ հորինելով և իրավիճակը խեղաթյուրելով։ Ռուբենը, սակայն, շուտով բախվում է ևս մեկ դաժան իրականության։ Նա իմանում է Դավիթի ձերբակալության մասին և անմիջապես դիմում է քննիչին, պահանջելով տեսնել այն ապացույցները, որոնց հիման վրա ազատազրկել են երիտասարդին։ Քննիչը միացնում է այն ճակատագրական ձայնագրությունը և Ռուբենը հասկանում է, որ այս անգամ ամեն ինչ շատ ավելի լուրջ է, քան ինքը կարող էր պատկերացնել։ Նա գիտակցում է, որ նույնիսկ իր բոլոր ջանքերը ներդնելով ինքը չի կարող հեշտությամբ դուրս բերել Դավիթին այս վտանգավոր ճահճից։ Շատ հավանական է, որ Դավիթի դեմ գործի քննությունը կշարունակվի և նրան շատ ավելի երկար կպահեն կալանքի տակ, մինչև նոր հանգամանքների պարզումը։ Իսկ Մարիան, փորձելով փրկել Դավիթին, կդիմի ծայրահեղ քայլերի, ցանկանալով ինքնուրույն բացահայտել ճշմարտությունը։ Բացի այդ, հաստատ կարող ենք ասել, որ Ռաֆը, տեսնելով, որ Դավիթը կալանքի տակ է, կարող է նոր դավադրություններ նյութել, վերջնականապես Դավիթին ոչնչացնելու համար։ Հարգելի հետևորդներ, ձեր կարծիքով ինչպես կվարվի Ռաֆը, իմանալով, որ Դավիթին ձերբակալել են, ինչ քայլերի կդիմի նա։ Գրեք ձեր կարծիքները մեկնաբանություններում և բաժանորդագրվեք մեր ալիքին սերիալի հետագա զարգացումները բաց չթողնելու համար։ Սուր ինձ հարց են տվել, ընկեր ունես։ Մեկ ունեն ասելի, հո անտես չես։ Երկու ընկեր ունեն։ Այսինքն եթե չունեմ, ուրեմն անտեր է։ Դե բա մարդի թե ընկերներով է հարուստ, թե ընկերներ չունես։ էլի։ Ինչ ասենք։ Որ կամարի ընկեր ունեմ։ Եվ ով է այդ ընկերը։ Այ, դա չբարձրաձայն ենք ամեն դեպքում։ Իսկ թվում է բոլորիս համար բարձր։ Ոնց է ես ինչ-որ բան ստեղյակ չեմ կամ տեղյակ։ Դու լավ ես։ Կարայինք չէ, մենք հիմա օրինակ տանը լինեինք։ Ես կլինեի անկապիկ։ Ես սուրճ կխմեի տանը, սուրճ։ Ընկերները կարաման են մենք խոսքը։ Բերիսար։ Դե գնա, նստել ես։ Ես դες ուզում եմ ցույց տալ, թե ոնց է հնարավոր դառնալ դերասան եւ ուղղակի պարկած փող աշխատել։ Խնդրեմ։ Սովինան, ինչի՞ չես աշխատում։ Ալլա, աշխատի։ Որովհետև չգիտեմ։ Այսօր եմ նկարահանման։ Այսօր նեժնի նկարահանում է, էլի։ Անիմաս գովազդ եմ անի։ Չէ՞ սուր։ Նեժնին ես սպասում եմ, երբ դու իրան գովազդ կանես։ Ես Վարդանի կյանքից եմ ուզում։ Կրավաթս քանդելա մեջը պարկելա։ Ջուրը տվեցինք։ Հիմա տալիս ենք ուտելիքը։
Հələ մի բան է, ես եմ իրան խանգարում, իրան մլցիկից խանգարում եմ, կտրում եմ իրան։ Ես էլ եմ ուզում սա։ Время пройдет, и ты забудешь все, что было. С тобой у нас, с тобой у нас. Բայց ես տաղանդա մեր Էլենչոն։ Սուրենը կռիվ անում, թե ուրա թամին, ես 2 րոպե շուտ հասել եմ։ Հար Կրիշնային։ Կրիշնային։ Ես պատրաստ եմ։ Մենք ֆիլտրով ենք ստորյանում, որ մեր տանջված դեմքերը չտենակ։ Երեխեք դուք գիտեք մենք ինչ բարդ տեսարան ենք խաղացել այսօր, երկուսով, այն որ ուժ չունենք։ Հա, սպառվել ենք, բայց ասա որ ժամը 6:10 ես դեռ ուրա։ Աթիվիում եմ։ Դեռ նկարահանմանը մեզ բայրությամբ պետք է ասցեն նոր կրկնեմ առավոտին 9:30-ից էստեղ եմ, 3:00-ից и վաղ էստեղ եմ։ Я в плену, помогите։ Այսպես վաղեմի ընկերներով Գևորգին ուսանողական տարիների ընկերն է, իսկ Ռոմելան իմ լավ ընկերն է։ Եկել ենք պրիմերային։ Սպասեք առաջիկա լարված սերիաներին։ Երևի կհայտնվի։ Երևին որ նա հայտնվելու է, չէ՞ Գրիգ։ Այո։ Ես այսօր այնքան բան եմ հասցրել անեմ, ուղղակի չեք կարա պատկերացնեք, իսկ պատկերացնելու համար մենակ մի բան կասեմ։ Ժամը 6-ն է լինում, ես մինչև հիմա սուրճ չեմ հասցրել խմեմ, ինձ թվում է այդքանով ասվածը թե այս առավոտից ինչ վազվզոցի մեջ եմ։ Ինձ 2 կիլո համբերություն, 3 կիլո նервեր, մեկ էլ մի 4 մեշակ փողա պետք, ով կօգնի։ Լավ վերջինը կատակ էր, բայց նախավերջինը նախավերջինը ճիշտ էր։ Աղջիկս կոֆե է պատրաստում։ Տոկը չտա։ Չէ, պլաստմասը։ Նկարում չէ, մենք կնոց աշխատանք ունենանք, որ մեր գործը սկսվի ժամը 3-ին, 3-ին ուղղեցին ավարտել։ ինչ վատ կլիներ։ Շատ փող չենք ուզում, რა, 3 ժամը։ Շատ չէ, մի քիչ Նորմալ։ Մարիա ջան, էս արդար է, որ սենց ցուրտ է հոկտեմբերին։ Իսկ արդարա, որ ես այսպես պիտի նկարվեմ առանց իս Մի պիջակի։ բացի շորերը։ Այդ ինչ ձև է։ Ողորդ, ես իմ աբուլին եմ տեսել։ Արի։ As for now,